Նա Ջորջո Պետրոսյանն է, մարտիկ, որին փորձեցին հաղթել 116 անգամ, բայց ստացվեց ընդամենը 3 դեպքում։ Երևանում ծնված ու Իտալիայում մեծացած Ջորջոն քիքբոքսի պատմության ֆենոմենալ լեգենդներից մեկն է։ 22 տարվա կարիերա, 109 հաղթանակ, 43 նոկաուտով։ Իսկ հիմա ամենաանհավատալին։ 2007-ից 2013 թվականների ընթացքում 6 տարում Ջորջոն անցկացրել է 42 մենամարտ առանց որևէ պարտության։ Ջորջոն 2 անգամ հաղթել է կամ 1 World Max-ը 2009 ու 2010 թվականներին, իսկ սա ամենահեղինակավոր տիտղոսն է քիքբոքսինգում։ Հետո հաղթել է Glory-ին, One Championship-ի աշխարհի գավաթը, ընդ որում այստեղ մեկ երեկոյի ընթացքում հաղթել է 3 այլ չեմպիոնների։ Հետո էլ նվաճել է Վակո Պրոյի գոտին, որը պաշտպանել է 2 անգամ։ 4 կազմակերպություն, 4 դարաշրջան ու միևնույն մարդը բարձունքում։ Աշխարհը նրան սկսեց կոչել բժիշկ, քանի որ Ջորջոն ռինգում երբեք սխալ թույլ չէր տալիս։ 2025-ին նախորդ տարի նա անցկացրեց իր կարիերայի վերջին մենամարտը Միլանում, հաղթեց ու հեռացավ 5000 երկրպագուների ծափահարությունների ներքո։